Ողջունում եմ ձեզ սիրելիներ, այսօր ես խոսելու եմ Ֆրանսիայում հայ սոցիալական աշխատողի հետ, ով որ անմիջականորեն աշխատում է փախստականների հետ։ Այսօր մենք միասին կխոսենք Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությունից, հայ փախստականներից, արտաքսումներից, ինչպես նաև կանդրադառնանք, թե ինչպես դառնալ Ֆրանսիայի քաղաքացի։ Իսկ ձեզ հետ ձեր շատ սիրելի Ֆրաու Լալայանն է, ով նաև ուշադրության կենտրոնում է պահում Ֆրանսիան եւ այսպես ողջունում ենք Արա Հարությունյանին։ Ողջունում եմ քեզ Արա ջան, իդեպ Արայի հետ իմ ընկերությունը սկսում է դեռևս 2012 թվականից, մենք միասին աշխատել ենք տարբեր լրատվականներում, կարծեմ Արայիկը ինձնից մի տարի առաջ է արտագաղթել եւ հիմա շատ հետաքրքիր է իմանալ նախ երբ ես արտագաղթել եւ ինչու հանկարծ լրագրողի մասնագիտությունը փոխեցիր եւ վերջապես դարձար սոցաշխատող։ Կպատմես մի քիչ դրա մասին։ Ինչ էլ հիշում ես երբ ենք ծանոթացել, որտեղ ես էլ մեր այդ հանդիպումից առաջ ուզում էի հիշեի, բայց այնպես կոնկրետ ամսաթիվ չհիշեցի, որտեղ շատ վաղուց ենք իրար ճանաչում։ Ես եկել եմ Ֆրանսիա 2016 թվականին, արդեն 10 տարի է ինչ այստեղ եմ։ Մասնակցությամբ լրագրող եմ, բայց Ֆրանսիա տեղափոխվելուց հետո մտածում էի ինչով զբաղվեմ այստեղ, ու քանի որ այստեղ Ֆրանսիայում լրագրությունը կապ չունի հայկական Հայաստանում լրագրության հետ, նաև կար լեզվային տարբերություն, այսինքն պետք է ֆրանսերեն իմանալ մայրենի լեզվի մակարդակով, ինչը իմ գալու պահին Ֆրանսիա ընդհանրապես ոչ մի մակարդակ չկար, ու որոշեցի զբաղվեմ սոցաշխատանքով, որտեղ ամեն դեպքում իմ համար շատ կարևոր է անել մի մասնագիտություն, որը ունի իմաստ ու երբ որ աշխատում ես մարդկանց հետ, այսինքն տեխնիկական աշխատանք չէի ուզում անեի ու որոշեցի, որ սոցաշխատանքը շատ լավ կոմպրոմիս է, շատ նման բաներ կան լրագրության հետ, էլի քաղաքականության հետ կապ ունենք, մարդկանց հետ ենք աշխատում ու որոշեցի զբաղվել սոցաշխատանքով։ Նշեմ նաև, որ դու 3 տարի սովորեցիր նաև, այնպես չէ, որ պարզապես Ֆրանսիայում 3 տարի սովորեցի ու ձեռք եմ բերել Ֆրանսիայում սոցաշխատողի պետական դիպլոմ։ Դու հիմա աշխատում ես, ինչպես արդեն սկզբում նշեցի, փախստականների հետ, բնականաբար սոցաշխատողը իրենից հենց չի բխում, որ դու պետք է աշխատես միայն փախստականների հետ, հա։ Ինչու հենց որոշեցիր այդ ոլորտը ընտրել։ Հա, սոցաշխատանքի դիպլոմը ինքը ինչ-որ հատուկ մասնագիտացում չունի, դու կարաս աշխատես այդ դիպլոմով տարբեր խմբերի հետ, հաշմանդամություն ունեցողների հետ, տարեցների հետ, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Ես աշխատում եմ կադայա կոչվում, ինքը ապաստան հայցողների համար ուրեմն կացարան է առաջարկում, ինչպես նաև սոցիալական ծառայություն։ Ու ինչի հենց այս խմբի հետ, որովհետև ինձ հետաքրքիր է հանդիպել տարբեր մարդկանց, որոնք տարբեր անցյալներ ունեն, տարբեր երկրներից են գալիս, տարբեր մշակույթներ ունեն, տարբեր մոդելներ կան, ծնողավարության կամ չգիտեմ, ընդհանրապես ամեն ինչն է տարբեր ու ինձ շատ հետաքրքիր էր աշխատել տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց հետ։ Գլոբալ ուրեմն կարիքների գնահատում ենք անում, օգնում ենք ընտանիքներին բոլոր սոցիալական, ադմինիստրատիվ հարցերով, զբաղվում ենք երեխաների կրթությամբ, առողջապահության հետ կապված հարցերն ենք լուծում կամ ուղղորդում ենք համապատասխան վայրեր ու աշխատում եմ շատ տարբեր երկրներից եկած մարդկանց հետ, Աֆղանստանից, չգիտեմ, Բանգլադեշից, Վրաստանից։ Հիմա կամաց անդրադառնանք միգրացիոն քաղաքականությանը, հա։ Ես քեզ խնդրեցի վերցնել նաև ստատիստիկան եւ ներկայացնել ինչպիսի միգրացիոն քաղաքականություն է այս պահի դրությամբ վարում Ֆրանսիան եւ մի քիչ նաև հայ փախստականների վիճակագրությունից խոսիր, հա։ Ֆրանսիայում գնալով ամեն ինչ խստանում է, ավելի շատ աչական գաղափարներն են առաջ գնում, օրինակ վերջերս քաղաքացիություն ստանալու համար լեզվի մակարդակը բարձրացվեց B2 մակարդակի, ինչը բավականին բարդ մակարդակ է, այսինքն ինքը ակադեմիական կրթություն ստանալու համար B2 է պահանջվում, հիմա ինչ որ մեկ ուզում է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, պետք պարտավոր է հանձնի B2 մակարդակի քննություն, ինչը շատ բարդ է, հաշվի առնելով, որ կան շատ մարդիկ, որ տարվա ճանաչ չեն նույնիսկ։
ինչը շատ է բարդացնում ուրեմն քաղաքացիության ստացումը։ Ամեն դեպքում տենդենսը դեպի խստացում է բոլոր ոլորտներում, այսինքն միգրացիայի հետ կապված ամեն ինչ գնում է դեպի խստացում, եւ մյուս տարի նախագահական ընտրություններն են ու միգրացիայի թեման շատ կենտրոնական տեղ է զբաղեցնում նաեւ այդ համատեքստում տարբեր տեխնացուներ տարբեր տեսլական ունեն, բայց հիմնականում պոպուլիստական ինչ-որ գաղափարներ են, քանի որ մարդիկ հիմնականում բացասական են տրամադրված միգրացիայի թեմային, հիմնական քաղաքական գործիչները ինչ-որ խստացման ինչ-որ քայլեր են առաջարկում պոպուլիստական նպատակներով։ Եթե տենց գլոբալ ասենք, ամեն ինչ գնում է դեպի խստացում։ Կան հայ փախստականներ Ֆրանսիայում։ Այդ տենդենսը դեռևս շարունակվում է թե ոչ։ Հայ փախստականներ շատ քիչ են ընդհանուր թվի մեջ։ Ես նայեցի 2024 թվականի ստատիստիկան միգրացիոն գրասենյակի, որը զբաղվում է փախստականների պաշտպանությամբ, 25 թվականի թվերը կան, բայց դեռ զեկույցը չի հրապարակվել, Ֆրանսիայում ամեն շատ դանդաղ է ընթանում, մայիսն է, բայց նախորդ տարվա զեկույցը դեռ չկա։ Ես նայել եմ 2024 թվականի զեկույցը միգրացիոն գրասենյակի, Հայաստանից կար 1876 հայտ ապաստանի ու 367 հայտ էլ դիմումի վերանայման հետ կապված, ընդհանուր առմամբ, այսինքն դիմումի վերանայումը ու առաջին հայտերը հաշվի առնելով երկուսը միասին Հայաստանից դիմումների քանակը 2024 թվականին 2243 է, ինչը շատ չնչին թիվ է ներկայացում, հաշվի առնելով, որ մոտ կարծեմ 140,000 դիմում է գրանցվել 2024 թվականի ընթացքում։ Քո սեփական փորձից, հա, ինչ պատճառներով են Հայաստանի քաղաքացիները գալիս Ֆրանսիա եւ ապաստանի հայցում ներկայացում։ Հայաստանի քաղաքացիները հիմնականում գալիս են բուժման նպատակով, ինչ որ հումանիտար պատճառներով, ոնց որ փախստականի հետ դասական պատկերացումը, որ չգիտեմ, քաղաքական պատճառներով կամ այլ հիմնական սոցիալական խնդիրների հետ կապված ու առողջապահական խնդիրների հետ կապված են գալիս, ինչի պատճառով էլ, քանի որ Ժնևյան կոնվենցիան չի համապատասխանում այդ կարգավիճակը, այսինքն առողջապահական սոցիալական խնդիրները Ժնևյան կոնվենցիայի հետ աղերս չունեն, հիմնականում դիմումների գերակշռի մեծամասնությունը մերժվում է Ֆրանսիայում, Հայաստանից։ Հավանականությունը, որ հայաստանյան ընտանիքը գա եւ Ֆրանսիա փախստականի դիմում ներկայացնի, հայց ներկայացնի, հավանականությունը քիչ է, որ Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունները այն կընդունեն։ Շատ քիչ է ու դրա մասին խոսում է ստատիստիկան, 90%-ից ավելին դիմումների Հայաստանից եկած դիմումների մերժվում են։ Վերջերս մեզ մոտ Գերմանիայում խոսվում է արտաքսումների վերաբերյալ, ինչ իրավիճակ է Ֆրանսիայում։ Արտաքսումների հարցը շատ բարդ է, Ֆրանսիայում ես էլի նայել եմ փոքր թվերը, 10 որոշումներից արտաքսման միայն մեկն է իրականացվում, ինչը շատ փոքր թիվ է իհարկե։ Հիմնական պատճառները թե ինչ են այդ լքման թղթի ոնց որ այդ իրականացումը ինչով է բարդացված, ես նայեցի մի զեկույց խորհրդարանական, ուրեմն պատգամավորներ աշխատել էին այս հարցի շուրջ ու մի քանի պատճառ են նշել, թե ինչն է բարդացնում դրանց իրականացումը։ Առաջինը, որ չեն գտնում ուղղակի այդ մարդուն, որի նկատմամբ երկիրը լքելու որոշում է կայացվել, նա չկա, չեն կարող գտնել։ Երկրորդ պատճառը, որ այդ կենտրոններում, որտեղ մարդկանց որոնք լքման որոշում ունեն, նրանք հատուկ կենտրոններ են տեղափոխում երկիրը վերադարձի հարցը կազմակերպելու նպատակով, այդ կենտրոններում քիչ են տեղերը, քան կան մարդիկ, այսինքն շատ քիչ են տեղերը։ Եվ երրորդ պատճառ նշվում է նաև, որ անցաթղթեր ստանալը շատ բարդ է, հիմնականում Ալժիրի մասն է խոսքը, Ալժիրի դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հիմնականում անցաթուղթ չի տալիս, որը թույլ է տալիս Ֆրանսիան լքել եւ գնալ իրենց երկիր, բայց Հայաստանի դեպքում նշեմ, որ այդ խնդիրը չկա։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ նա անընդհատ ասում է, որ Հայաստանը ապահով երկիր է եւ Եվրամիության հետ բանակցություններում եւս միշտ նշում է դրա մասին ու Հայաստանի դեսպանատունը Հայաստանի քաղաքացիներին շատ հեշտությամբ տալիս է անցաթղթերը, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքացիները ավելի հեշտ են ուղարկվում
իրենց երկիր, քան օրինակ Ալժիրի, որը ինչ որ քաղաքական պատճառներով հրաժարվում է իր քաղաքացիներին տրամադրել այդ անցաթղթերը։ Վերջերս էլ տեսանք Մակրոնը Երևանում էր, պարեցին, երգեցին, կերան, այսինքն այս ամեն ինչը բարդացնում է նաև փախստականների, հա, կարգավիճակը։ Դե կարելի ասել, որովհետև Հայաստանը իմ համոզմամբ ապահով երկիր դժվար է համարել, բայց հաշվի առնելով տարվող քաղաքականությունը, միգրացիոն քաղաքականությունը նաև Եվրոպայում ավելի հեշտացնում է Հայաստանի քաղաքացիների վերադարձը երկիր, որովհետև եթե տեղի իշխանությունները ասում են, որ մենք խնդիր չունենք ու գրկապած ընդունում են իրենց քաղաքացիներին, ապա ինչու Եվրամիությունը չպիտի ուղարկի հայաստանցիներին Հայաստան։ Դու քանի որ ոլորտի մասնագետ ես, այսպեսի հարց տամ, հա, եթե մարդը այս պահիդության արտաքսման վտանգի տակ է, կան արդյոք ուղիներ, օրինական ուղիներ երկրում մնալու, սովորել, աշխատել կամ, չգիտեմ, միջին մասնագիտական կրթություն ձեռք բերել, ինչ որ ուղիներ կարող ես ասել։ Տեսականորեն կան, բայց դրանք եւս դրանց կանոնները խստացվել են, եթե մարդիկ անօրինական կարգավիճակով պետք է 5 տարուց ավելի ապրեն երկրում, պետք է երեխաները մինիմում 3 տարի ֆրանսիական դպրոց գնան, ինտեգրացիա է պետք, լեզու իմացություն, կամավորություն եւ այլն, բայց ուրեմն ներքին գործերի նախարարությունը պրեֆեկտուրաներին, որոնք լոկալ ամեն մարզում զբաղվում են միգրացիոն քաղաքականությամբ, հորդորել է հնարավորինս քչացնել նման մոտիվով ուրեմն դիմումների ընդունումը, այդ իսկ պատճառով այդ ճանապարհը նույնպես դառել է ահագին բարդ, որովհետև շատ մարդիկ դիմումը ուղարկում են, ամեն ինչ նորմալ է, լեզու գիտեն եւ այլն, երեխաները ստեղ են մեծանում, դպրոց են գնում եւ այլն, բայց շատ հաճախ լինում է, որ պրեֆեկտուրան մերժումներ է ուղարկում, որովհետև ինչպես նշեցի սկզբում, միգրացիոն քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի է խստանում։ Որ երկրից են ավելի շատ գալիս որպես փախստական Ֆրանսիա։ Ես դրա թվերն եմ նայել, ուրեմն այս մեկը արդեն վերաբերում է 2025 թվականին, հիմնական ոնց որ ինֆորմացիան միգրացիայի գրասենյակը տրամադրել է, զեկույցի չկա, բայց հիմնական թվերը կան։ Ուրեմն առաջի երկիրը Աֆղանստանն է, երկրորդը Կոնգոյի Հանրապետությունը, Հայիթին, Ուկրաինան, հետո Կոտ դ'Իվուար, Թուրքիա։ Սրանք հիմնական ոնց որ երկրներն են առաջին հորիզոնականներում, ինչպես ասենք Հայաստանը շատ փոքր թիվ է ներկայացնում ու այդ ընդհանուր թվի մեջ կարելի ասել շատ քիչ տոկոս է զբաղեցնում։ Խոսեցի քաղաքացիությունից, հա, այն մարդիկ, ովքեր արդեն երկար ժամանակ ապրում են Ֆրանսիայում, ինչպես եւ Գերմանիայում շատ բարդ process է, մի քիչ կպատմես, ինչ պահանջներ կան քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիության ստանալու համար հիմնական պահանջը, որ պետք է երկրում ապրել 5 տարի շարունակ, եթե մարդ ունի փախստականի կարգավիճակ, այդ պայմանը չկա, այսինքն ամեն պահի կարելի է դիմել քաղաքացիության համար, ու պետք է իմանալ ինչպես նշեցի, B2 լեզվի մակարդակ, պետք է ունենալ ստաբիլ աշխատանքային ուրեմն պայմանագիր, եկամուտներ, պետք է հնարավորինս քիչ կախված լինել պետական օգնություններից եւ այլն ու լինել ինտեգրված, այսինքն լեզու, աշխատանք, հիմնականում պահանջները դրանք են։ Կարծեմ կար նաև քննություն Ֆրանսիայի պատմության եւ մշակույթի վերաբերյալ։ Դա էլ է նորություն, առաջ ուրեմն աշխատակցի հետ այդ հարցազրույցը ցանկացնում հատուկ աշխատակիցը, որ քեզ հարցեր էր տալիս տարբեր ուրեմն Ֆրանսիայի պատմությունից, մշակույթից եւ այլն, հիմա արդեն դա կոչվում է examen civic, քաղաքացիական քննություն, որի ընթացքում տարբեր հարցեր են տալիս, 40 հարց է ու կան 4 տարբերակ ընտրության, պետքա մինիմում կարծեմ 35 հարցի ճիշտ պատասխանել, որ քննության այդ տեստը անցնել։ Բականին այսպես բարդ process է, բյուրոկրատիան շատ է, հա, իսկ դիմումը ներկայացնելուց հետո որքան ժամանակ կպահանջվի մինչև գա պատասխան եւ վերջապես այդ փաստաթուղթը ձեռքին կունենա մարդ։ Դա շատ տարբեր է, կախված թե որ մարզից, կախված տարբեր մարզերի պրեֆեկտուրաների ծանրաբեռնվածությունից, բայց հիմնական տենդենսիան է, որ դա տևում է ամիսներ, եթե ոչ տարիներ, կան մարդիկ օրինակ Նիցայում սպասում են 3-4 տարի, որ
իրանց դիմումը ուրեմն ուսումնասիրվի, ժամկետների առումով իհարկե շատ ամեն ինչ երկարաձգված է։ Սիրելիներ, ձեզ ներքին խոհանոց պատմեմ, որ Արան բավականին օգնում է մեր հայ քաղաքացիներին ձեռք բերել Ֆրանսիայի քաղաքացիություն, այդ թվում նաև միգրացիոն հետ կապված որոշակի խորհուրդներ է տալիս։ Արա ջան, եթե մարդիկ հարցեր ունենան, ինչպես քեզ հետ կարող են կապ հաստատել, կարող ես ինչ-որ տվյալ։ Ես կթողեմ իմ Instagram-ի էջը, ներքևում կարող ես մտեղ դնել։ Կարող եք նաև Instagram-ում ինձ էլ հետևել։ Ես վստահ եմ, որ շատ հարցեր կլինեն միգրացիոն քաղաքականության վերաբերյալ եւ նաև կհրավիրեմ քեզ այդ բոլոր հարցերին հետագայում նաև պատասխանելու, որովհետեւ մենք այսպես խոսեցինք միմիայն միգրացիոն քաղաքականությունից, հայ փախստականներից, որովհետեւ կան շատ ավելի բազմաշերտ այսպես թեմաներ, հա։ Դրա համար կխնդրենք ավելի ակտիվ լինել եւ ողջևորել Արային, որպեսզի նա մեզ եւս մեկ անգամ հարցազրույց տա։ Շնորհակալություն քեզ եւ մինչ նոր հանդիպում, ստեսություն ձեզ։